Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք տաղավար եւ այս պայն հյուրընկալել ենք դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանին, բարի երեկո Վահագն ջան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ այս ժամին հյուրընկալվել ես մեզ։ Ես եմ շնորհակալ։ Եվ Հայաստանի շուրջ բավական հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում, մասնավորապես այսօր ազգակործության պատվասը տեղեկություններ տարածվել, որ հեռախոսազրույց է ունեցել իր կիրթ եւ կառուցողական գործընկերոջ հետ, Ադրբեջանի առաջնորդի հետ եւ նաեւ Դոնալդ Թրամփի հետ։ Հիշեցնենք, որ 1 տարի առաջ հենց այսօրը Վաշինգտոնում կնքվեց Եռակոմ այդ համաձայնագիրը եւ եթե դիտարկելու լինենք թրիպ ասված այս 1 տարվա կտրվածքով, ապա ինչպես կարելի է բնորոշել անցնող 1 տարին Վաշինգտոնյան այդ Եռակոմ համաձայնագրից հետո եւ փորձենք հասկանալ, թե արդյոք հիմա կենսունակ է թրիպ ասվածը եւ մենք Սուրենի հետ մի փոքր քննարկեցինք հարթման առաջին մասի վերջին հատվածում, բայց բնականաբար դու որպես դիվանագետ շատ ավելի առարկայական կերպով կարող ես ներկայացնել իրավիճակը ըստ քեզ։ Շատ խորքային հարց էր ամեն դեպքում եւ բազմաշերտ։ Տեսեք, իրականության մեջ թրիպը կարծում եմ երկու կողմ ունի։ Մեկը քարոզչական, որը անընդհատ պտտեցվում է եւ սա ավելի այսպես ուղեղների լվացման մասին է վերաբերվում, այդ գեղեցիկ փաթեթավորումը, թե ինչ հրաշալի ապագա է մեզ սպասվում այս թրիփով եւ այլն, բայց շատ հետաքրքիր նաեւ անդրկուլիսյան եւ ստոր ջրյա հոսանքներ եմ ես տեսնում այս զարգացումների մեջ, որտեղ արդեն ներգրաված են իսկական, այսպես ասենք, խաղացողները, որտեղ կա լրջագույն նաեւ շահերի բախում, կուզեք աշխարհաքաղաքական ասեք, կուզեք ռեգիոնալ, միկրո իմաստով եւ մակրո իմաստով, այստեղ խութերը շատ են, որովհետեւ ինֆորմացիան կամ տեղեկատվությունը շատ ավելի քիչ է։ Ինչա կատարվում բեմից այն կողմ, կարծես որոշակի ֆիգուրանտներ արդեն սկսում են նշմարվել, այստեղ ես անպայման կուզենայի այդ Սոկոլով, նրա գործոնը անպայման ընդգծել, իդեպ շատ մութ, շատ հակասական, շատ անհասկանալի, կարծես կներես, որ ընդհատեցի Վահագն ջան, կարծես մարդա, որը մասնակցում է նաև Հայաստանի ներսում սեփականության վերաբաժանման գործը։ Այո, կա այդ բանը, այստեղ է այն շեշտադրումը եւ ինչու ոչ ինքը ապագայում կամ արդեն հնդածս լինելու է այն ֆիգուրներից մեկը, որի հետ պիտի պայմանավորվածություն ձեռք բերվի հերթական անգամ այս ունեզրկման այլանդակ process-ը, որ սկսվել է, ինչ որ ձևով այդ ունեզրկումը կամ գոյացած վակումը փակելու համար։ Փաստ է, որ պետությունը կամ կառավարությունը, եկեք պետություն չասեմ այն պետության մասին, որը կառավարվում է այս ուժի կողմից, որովհետև սա չպետություն է արդեն դարձել։ Եւ ադրբեջանական հստակություն։ Վասալիտ է ադրբեջանական։ Հա, ինչ որ այս կարգի մի բան, կցորդը ինչ որտեղ բան կա, չէ՞, դիվանագիտական նաև գործունեության մեջ կա կցորդ բուն դիվանագիտական կցորդը, որը իհարկե ցածրագույն աստիճանն է դիվանագիտության, բայց կա, ասենք, ռազմական կցորդ, տնտեսական կցորդ, որը խորհրդականի աստիճանի հավասար մարդ է։ Մենք կասենք սատելիտ, բայց դիվանագիտական կցորդ ամենացածր աստիճանի, ես կասեի ռեֆերենտ, որովհետև իրանք նույնիսկ այդ մակարդակի չեն բարձրացել, որ դիվանագիտական ստատուս ձեռք բերեն, այնուամենայնիվ իհարկե այն ամեն ինչը ինչ որ կատարվում է, սա ուղղակիորեն, հա, այսպես 100%-անոց հակոտնյա է մեր ազգային օրակարգին, սա նոր աղետաբեր, անհասկանալի պառակտման հերթական շրջափուլ է մեզ բերելու։ Այս սրա մասին ես կարծում եմ, որ ընդդիմությունը եւ շատ անելիք ունի,
Իդեպ ես 3 հարցազրույց եմ տվել եւ այնտեղ շատ հստակ Սուրեն ջան անդրադարձել եմ խորհրդարանում չհայտնված ոչ միայն կուսակցություններին կամ քաղաքական ուժերին, այլ անհատներին։ Ընդունիր, որ դրանք շատ են եւ կա պայքարող լրջագույն մի շերտ, որը շատ դեպքերում ավելի անհատական հարթակներից է հանդես գալիս, բայց մշտապես եղել է ջատագովը այս ընդդիմադիր պայքարի ուզեք համախմբման տեսանկյունից ասել, ուզեք հետևողական, նաև քաղաքական մտքի ձև, սա ամենակարևորն է։ Իդեպ, որը ցավալիորեն այսօր բացակայում է, ուզենք թե չուզենք, այն միտքը, որը պիտի պայքարի, որը պիտի նորություն բերի, որը պիտի ամբողջությամբ եւ իդեպ անակնկալ ձևով փոխի քաղաքական իրավիճակը, եսի նկատի ունեմ իշխանությունների մասով, որովհետեւ կարծես թե այն ինչ որ հիմա տեսնում ենք խորհրդարանում, այդ կոտրած տաշտակի եւ նույն գետը մտնելու շատ դեժավյու, հա, ինչ որ դեժավյու բան ունի, գիտեք, մեզ շատ դեպքերում, երբ որ մենք սկսում ենք նման բաներ խոսել, լավ ասում են, ինչ եք ուզում, ինչի համար եք քարկոծում, նախ չենք քարկոծում, սկսենք դրան։ Մենք մեր ձայնը տվել ենք եւ ես խոսում եմ հասարակության 100,000-ավոր շերտերի մասին, ովքեր հավատացել են, ընդունել են, քվե են տվել, հետընտրական զարգացումներին պատրաստ են, հակառակ նույնիսկ նրան, որ այս բռնաճնշումների շղթան, որը գնալով ավելանալու է եւ այս ամպլիտուդը անպայման բարձրանալու է, հակառակ դրան մարդիկ գնացին գեղեցիկ կարգապահ ձևով, սիրուն, համբերատար, ժամերով շատ տեղամասերում հերթ կանգնեցին, գնացին եւ իրենց բողոքի կամ իրենց քաղաքացիական պարտքը կամ քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցին։ Չեն լռել, հիմա էլ չեն լռում եւ ես ավելի քան հավատացած եմ, որ չեն լռելու։ Այստեղ հիմա գալով նույն մեր թրիփին, նայեք, եկեք վերցնենք ամբողջ քարոզարշավը, եթե սխալվեմ, Սուրենը թող ինձ ուղղի, որովհետև ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել։ Սուրեն ջան, քանի անգամ է անդրադարձ եղել թրիփին։ Շատ քիչ։ Սա շատ կարևոր հանգամանք։ Եթե քարոզչական փրկուրը մաքրենք ընդհանրապես։ Գրեթե չի եղել։ Գրեթե չի եղել։ Քարոզչական, այ քո հետ համաձայն եմ, այ մի հատ քարոզչական բան կար, բայց եթե այդ փրփուրը մաքրում ես, ընդհանրապես չի եղել։ Այն որ ասում են, բա այդքան այդ ինչ նոր բան պիտի բեր, ինչ օրակարգ պիտի բեր։ Նայեք, թրիփը իրականություն է։ Փախնենք դրանից, չփախնենք դրանից, ուզենք դա, չուզենք, սրտներովս լինի, սրտներովս չի։ Եկեք մի անգամ շեշտենք, որ սրտներովս չի։ Այո, ունենք այն ինչ որ ունենք, բայց մի հատ ես բայց եմ թողում, որովհետև ես նաև որպես դիվանագետ այդ գործիքակազմին շատ եմ ապավինում։ Աշխատանքի դիվանագիտական լռելիային աշխատանքի գործիքակազմին ես շատ եմ ապավինում։ Շատ դեպքեր են եղել եւ նաեւ մեր իրականության մեջ, մեր նորագույն պատմության մեջ, որ մենք կարողացել ենք իրավիճակներ շրջել։ Ընդամենը մի քանի նախադասությունով։ Ընդամենը մի քանի նոր գաղափարներով։ Հա, հարցրեք մեր նախկին նույն արտաքին գործերի նախարարների շարքում հաստատ կան այդպիսիք, որ ինչ-ինչ պատճառներով շատերը մի մասը խոսում, մի մասը ընդհանրապես լռում է, բայց իրականության մեջ մենք էլ շարքային ենք եղել վերջի վերջո, աճել ենք, բարձրացել ենք, եւ այդ ամեն ինչը մեր աչքի առջև է կատարվում։ Անելանելի իրավիճակներ են եղել Հայաստանի համար։ Հայաստանը արել է դիվանագիտական համբիտներ, շախմատային լեզվով ասած, որ ուղղակի անակնկալի է բերել դիմացիներին։ Երբ որ ասում եմ դիմացիներ, սա մենակ Ադրբեջանը չի։ Ադրբեջանի թիկունքում այնց ուժեր են կանգնած եղել, նամանավանդ այն տարին, նամանավանդ Հայր Ալիևի ժամանակ, որը շատ ավելի ազդեցիկ ֆիգուր էր եւ այսպես պոստսովետական տարածքում եւ նաեւ ինքը ուզենք չուզենք իր բանը ֆիգուրը շատ ավելի ընկալելի եւ շատ ավելի կանխատեսելի եւ շատ ավելի ծանրակշիռ էր։
Կենսունակության իմաստով թրիփի, կարծեմ դրա մասին էլ հարցրեցիր, Դավիթ, կենսունակությունը ես ուղղակիորեն կկապեմ ամերիկյան իրանական ճակատը ինչ ավարտա ունենալու։ Սա շատ կարևոր հանգամանք է լինելու։ Սրա մասին էի ցանկանում նաև խոսել, նշեցիր, որ փաստ է թրիփի արկայությունը, բայց այստեղ նաև հենց հարցն է առաջանում, թրիփը կա, բայց մենք չգիտենք ինչ ձևաչափով է դա վերջերչո գործարկվելու, եթե գործարկվի բանը հասնի գործարկվելուն, որովհետև մենք տեսնում ենք, որ իրանական կողմը ունենալով հիմա հստակ ստրատեգիական առավելություն իր դեմ ուղղված հակամարտությունում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նկատմամբ բնականաբար չի հանդուրժելու թրիփ ասվածը կամ ինքը ինչպես օրինակ Հորմուզի նեղուցի պարագայում սկսելու է պայմաններ թելադրել։ Տեսեք, իրանական իրականության մեջ շատ երկար տարիներ կա մի այսպիսի ֆիգուր Ալի Ակբար Վիլայաթի անուն ազգանունով, որին ես պատիվ եմ ունեցել նաև մոտից տեսնել եւ նաև շփվել, խոսքս 92 թվականին 1992 թվականին իրանական հայտնի միջնորդությանն է վերաբերվում եւ անձամբ Վելայաթու այցը Հայաստան։ Վելայաթին բացի նրանից, որ Գերագույն հոգևոր խորհրդի ամենաուժեղ եւ ազդեցիկ արտաքին քաղաքականության ճարտարապետության մասով ֆիգուրներից է, այդ ժամանակ ինքը արտաքին գործերի նախարարն էր 1992 թվականին Ռաֆսանջանիի նախագահության ժամանակ, որ շատ ակտիվ Իրանը փորձում էր միջնորդություն, շատ ակտիվ Իրանը փորձում էր, ասեմ ձեզ ավելին, այդ թվերին Իրանում Լևոն Տեր-Պետրոսյանի Իրան կատարած պետական այցի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ։ Եռակողմ փաստաթուղթ Թեհրանի արձանագրության մասին է խոսքը գնում, որտեղ կար այն ժամանակվա Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի Շուշիի գրավման այդ ստորագրության պահին Շուշիում օպերացիան ընթանում էր։ Մենք դրա մասին անշուշտ Թեհրանում չգիտենք, մենք իջել ենք Երևան, մենք ի նկատի ունեմ ինքնաթիռի 98%-ը։ Նախագահ դժվար թե չիմանար, այո։ Ինչևէ, այնտեղ կան շատ հետաքրքիր դետալներ, առիթով մենք կանդրադառնանք, խոսենք դրան։ Պատմություն է սա իհարկե, բայց պատմություն է, որը պիտի հիշվի։ Հա, որտեղ մեր հաղթանակներն են։ Եվ ասեմ ձեզ շատ անկեղծ, բանակցություններում Հայաստանը շարունակաբար ունեցավ գերակադիրք, ես նույնիսկ եղել եմ ամենանեղ շրջանակի բանակցությունների, այսպես ասած, կողքից մասնակից, եւ այո, գերակադիրք ունեինք մենք, ադրբեջանցիները շատ թույլ պահվածք էին դրսևորում, նաեւ դիվանագիտական իմաստով, ինչքան էլ դժվար էր իրենց համար եւ հրաժարվում էին այդ թուղթը ստորագրել, այնուամենայնիվ այդ թուղթը ստորագրվեց։ Ուրիշ խնդիր, այդտեղ այդ թղթի մեջ իդեպ կոմունիկացիաների բացում, բլոկադաների հանում եւ այս ամբողջ նշված էր։ Ինքը 1.5 էջանոց արձանագրություն էր։ Իհարկե Մամեդովը վերադարձավ եւ հրաժարական տվեց, բնական էր, որ այդ թուղթը այդպես էլ կմնա արդեն պատմության արխիվներում, բայց այնուամենայնիվ այդ միջնորդության արդյունքն էր նաեւ, որովհետեւ պարսիկները շատ ակտիվ մաքոքային դիվանագիտություն էին վարում։ Սուրենը վստահ եմ կընդունի, որ դա կարող էր շատերին դուր չգալ։ Այո։ Որովհետև սա ուղղակիորեն եւ միայն եւ միանձնյա իրանական միջնորդություն էր։ Այո։ Իսկ այստեղ նամանավանդ Սովետ միության փլուզման առաջին 2 տարիներն էին ընդամենը, բնական էր, որ հսկայական շահերի բախում կար եւ ինչ-որ այսպես խանգարելու միտումներ պիտի լինեն, ինչը հետագայում մենք տեսանք, հա։ Այո։ Որովհետև դա նույն Շուշիի գրավումը կամ դեօկուպացիան, ինչպես կուզեք ասեք, հա, Շուշիի վերցնելը հետագայում շատ ծանր նստեց նույն իրանական կողմի վրա։ Այո։ Բողոքներ եղան եւ այլն, այսինքն սրանք դիվանագիտական դեմարշներ էին, որոնք նորից
հայկական դիվանագիտության Իրանը ճիշտ հավանաբար մեղադրվում էր, որ աշխատանքի դիվանագիտական քողածածկույթը ապահով է Շուշիի ազատագրման համար, հա։ Ոչ, Իրանը մի քիչ ավելի, այսպես պարզ ասեմ, ավելի այսպես զարմացած, անակնկալի եկա, նեղացած կեցվածքի մեջ էր, որտեղ բողոքները արդեն գնացիկ, ադրբեջանցիները սրանից օգտվեցին։ Հիմա ես ինչ էր այս ամեն ինչի մեջ ուզում եի ասել, բայց նորից ու նորից այս ամեն ինչից հետո հայկական կողմին հաջողվեց նույն այդ ճկուն դիվանագիտության արդյունքում նորից իրանցիների հետ ել ավելի խորացնել հարաբերությունները։ Այո, եղավ ճգնաժամային մի փուլ, որովհետև պարսիկները երբ նեղանում են մի քիչ դժվար է իրանց լինում հետո հետ բերել, այստեղ արդեն քաղաքակրթական հարցեր կան, մոտեցումներ կան, մարդկային, հումանիտար պահեր կան եւ այլն, բայց այնուամենայնիվ մեզ հաջողվել է։ Ինչու եմ սա ասում, սա օրինակներից մեկն է, իսկ այդպիսիք տասնյակ կարող եմ նշել, երբ որ դու անելի մեջ ես եւ քո ուղակի ամիջական հարևանը խնդիր ունի քեզ հետ, դու պիտի կարողանաս եւ քո արդեն ստացած դիվիդենդը եւ այն ճաքը որ տվել է, կարողանաս ինչ որ ձևով եւ դիվիդենդը տպայես եւ հարաբերությունները կարգավորես։ Ինչը այսօր բացարձակապես չկա։ Սա ամուլ կռնատ կաղբատ կասենք, կռնատ կասենք, ինչպես ուզենք կարող ենք ասել, չդիվանագիտություն եւ չկառավարում ունեցող ինչ որ մարդկանց խումբ է, ովքեր օրը լուսացնում են, ավարտում են, չեն կարող ասեն, այսօր ասենք մի քարել բերեցին, դրեցին պետականաշինության գործին, ինչքան էլ այդ քարոշչա մեքենան անընդհատ աշխատի, ինչքան էլ համաշխարհային AI գործարաններ բացվեն, ինչ որ անհասկանալի շրջանառություններ լինեն, միևնույնն է։ Եվ այստեղ է, որ նմանատիպ իրավիճակներում առաջ են գալիս պայմանական Սոկոլովի եւ նմանատիպ այլ այսպես հակասական կամ մութ ֆիգուրանտներ, ովքեր արդեն կարողանում են խաղացնել ընդհանուր փաստացի մենք մի կողմից պոլակատապություն ենք տեսնում, մի կողմից մի մարդու կշիռի շատ ինստիտուցիոնալ, ասեն կապիտալի նոր վերաբաժանում է գնում, որը հայկական շահի հետ որևէ։ Այսինքն ազգային կապիտալը դուրս է մղվում։ Այո, մոտավորապես կարելի է։ Ես տեսնում եմ այդ ծիլերը։ Ֆիքսում ենք, որ դե բոլոր ցավոք սրտի բոլոր մտածող մարդիկ ռեպրեսիվ այս գործիքակազմը, որը որ կիրառվում է խոշոր կապիտալի ներկայացուցիչների հանդեպ, դա ոչ միայն ներհայաստանյան, հա, գործընթաց է, այլև ինքը ունի ականջներ դրսում։ Ու շատ ավելի լուրջ տեղերում, քան Ադրբեջանն է իհարկե։ Միանշանակ։ Բայց այդտեղ մի հատ կարևոր բան։ Փաստորեն նույնիսկ սեփականության այս տոտալ վերաբաժանման գործընթացում մենք տեսնում ենք, լավ sense մի քիչ պայմանական ասեմ, արևմտյան որոշակի շրջանակների դերակատարության մեծացում։ Նրանց հետ միասին իհարկե Ադրբեջանի նարատիվներ են ուժեղանում եւ այլն եւ այլն։ Սա բնականաբար պիտի Թեհրանում եւ Մոսկվայում տրամաբանորեն ավելի սրի հակազդելու գայթակղությունը, որտեվ այդ ամեն ինչն էլ թրիպի սոուսով է տեղի ունենում, ճիշտ է։ Բնականաբար Թեհրանում եւ Մոսկվայում պիտի ավելի սրի հակազդեցությունը, ու ոնց որ թե նման բաներ տեսնում ենք։ Օրինակ դժվար է պատկերացնել, որ այդ Իսլամաբադի ժամանակավոր զինադադարի փաստաթղթով պիտի Իրանը հետամուտ դառնա Պարսից ծոցում ամերիկյան ներկայության սահմանափակմամբ, բայց հանդուրժի իր հյուսիսային սահմանին 99 տարով Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ իրանական կողմը իրականում։ Մյուս կողմից Ռուսաստանն էլ տեսնում ենք, որ մի քիչ այլ ձևակերպումներով, բայց խաղը սրում է։ Հիմա սա ավելի մշշոտ չի դարձնում թրիպը, մի կողմից մեծ ցանկություն։ Միանշանակ։ Վերջի վերջո իմ խորին համոզմամբ X պահի եկեք ընդունենք, որ այդ թնջուկը Միացյալ Նահանգներ Իրան եւ նաեւ դեռ չերևացող, բայց շատ ակտիվ կուլիսային դերակատարում ունեցող Իսրայել, ինչ որ X պահի պիտի իր հանգուցալուծումը ստանա։ Հիմա մենք չենք գնահատում այսօր ինչպիսին է ով ինչքան զոհ, ով ինչքան վնաս եւ այլն, բայց մենք ականատես եղանք շատ պարզ 21-րդ դարի ամենավերջի տեխնոլոգիաների օգտագործման բախման։
Սա պատերազմի լրիվ նոր իրավիճակ է, որի շատ փոքրիկ, շատ պրոքսի բանը տեսել ենք Արցախյան վերջին 44 օրյայի ժամանակ։ Միանշանակ շատ ավելի մշուշոտ է դարձնելու։ Միանշանակ է, որ Թրամփի անունը կրող արդեն այդ օրինակը, որ դու ունես, արդեն Թրամփ անունը որ կա, սա միանշանակ է, որ ամերիկացիները այնուամենայնիվ շատ լուրջ ներգրավված են լինելու։ Ես չեմ բացառում, որ կլինեն պայմանավորվածություններ երկրորդ, երրորդ, չորրորդ մայրաքաղաքների հետ առանց Հայաստանի հետ հաշվի նստելու։ Որովհետև երբ որ մենք ասում ենք 26%, մենք այդ 26%-ը հասելուց հենց դա ենք նկատի ունենում։ Սա վերջի վերջո որքան էլ կարճ, այնուամենայնիվ շատ այսպես մեծ ենթակառուցվածքներ ենթադրող մի առանձին մեգա նախագիծ է։ Այսինքն քնած էինք, արթնացանք եւ կարդացինք, որ այդ 200 միլիոնը դարձավ 402 միլիոն մի անգամից, հասկանում եք, սրա մասին խոսք անգամ չի եղել, սրանք պարում էին ուրախությունից, որ 200 միլիոն է այդ հիմնադրամը եւ, բայց բանից պարզվեց, որ կա 3+, բանից պարզվեց, որ կա դրա CEO-ն արդեն գործադիրը, մարդ, որը առաջին անգամ ոչ չի դնում հայկական հող, մարդ, որը ենթակառուցվածքների, խոշոր ենթակառուցվածքների մեջ բավականին լուրջ ներգրաված է, վերջի վերջո Vivassel-ը ինչը առաջին հերթին ստրատեգիական նշանակություն ունեցող հեռահաղորդակցության հետ կապ ունեցող հսկայական ընկերություն եւ ես ավելի քան համոզված եմ այդ հանքային տարբեր հանքարդյունաբերողների միանշանակ այստեղ ոչ թե ականջներ, այլ ուղակի անձի ներգրավվածության հարց։ Ու չգիտենք էլ պետականացման այսպես կոչված փուլում գտնվող ակտիվների որ մասը այդ մարդու հետ աֆիլացված ինչ-որ բան։ Դե հիմա արդեն աբսուրդի թատրոնը այնքան է այդ բանը բարձրացել, որ արևմուտքում, նույն Միացյալ Նահանգներում Սուրբ Սրբոցը ոչ թե մարդու իրավունքներն են, այլ մասնավոր սեփականություն իրականում։ Եվ նույնը վերաբերվում է նաև եվրոպական մայրցամաքին։ Այսինքն եթե առաջին հիմնական, այսպես ֆունդամենտալ 2-3 կետ կա, դրանցից մեկը միանշանակ մասնավոր սեփականության պաշտպանվածությունն է։ Հիմա նայեք այս աբսուրդը, ինչ է կատարվում Հայաստանում, այդ կուլակաթափությունն էլ չես կարա գնաս արևմուտքին բացատրես, ինչ բանա կուլակաթափություն, որ իրան հասանելի լինի։ Սրա լավագույն բառը, հենց հայկական բառն է այդ ունեզրկումը։ Ինչքից, ունեցվածքից, քո դրածից, արածից, ամագդ, քրտինքդ, արյունդ, ամեն ինչը մեջը դրածից, քեզ մի օրում կարող են գալ 24 ժամվա ընթացքում, ուղղակի ձեռքիցդ խլեն այն, ինչ քեզ նստել է տարիների տաժանակիր, ծանր աշխատանք։ Ծառուկյանի օրինակը շատ 30 տարի մարդը կամաց, աշխարհաբար ստեղծել, արել է, դրել է ու հիմա 30 օրում ըստ էության 30 օր է, չէ՞ տևում էս կալանքից միջև այս օրը։ Վերջի վերջո եկեք մի հատ պարզ ճշմարտություն ասենք, ասես թեական եմ ասում, բայց այնուամենայնիվ Կայք Ծառուկյանը այն մարդն է եղել, որ իր ունեցածով հանգիստ կարող էր մի հատ գեղեցիկ աշխարհի ամենագեղատեսիլ գողտրիկ անկյունում գնար եւ ապրեր իր համար։ Պաշտպանված էր լիներ, դու չգիտեմ այդ երկրի քաղաքացիությունն էլ որ երկիրը որ լինի, որովհետեւ աշխարհի ցանկացած երկրում օտար երկրա ներդրողի համար ուղակի դողում են եւ նայեք այդ երկրները կարող են ամենազարգացած երկրները եղել ցանկացած երկիր ինքը օտար գումար եթե կարողանում է իր երկիր բերի այդ մարդուն ուղակի ձեռքերի վրա են պահում հասկանում եք եւ մարդը չգնաց ոչ միայն չգնաց ինքը լինելով հայ մարդ իր դաստիարակությամբ, իր ընտանիքով, իր ադաթով, իր արժե համակարգով, հա, եկեք շատ պարզ խոսենք այս հարցերի մասին։ Մենք լավ վատը չենք խոսելու։ Մենք ասում ենք պարզ բաներ, հա, մարդը լինելով հայ, լինելով իր ժողովրդին, իր հողին, իր ջրին նվիրված մարդ։ Ինքը մի անգամ այս տարիների ընթացքում քանիցս ունեցել է, չէ, եւ տարբեր իշխանությունների օրոք է եղել։
հարվածներ ա ստացել, քննադատություններ ա ստացել, վերջի եկեք չմոռանանք այդ հայկական խանդն ու նախանձը անընդհատ եղել է, անընդհատ հետապնդել է, էսա արել, էնա արել եւ այլն, բայց մարդը չի գնացել։ Մարդը շարունակել է գնալ, մարդը շարունակել է շենացնել։ Ավելին ձեզ ասեմ, մարդը այն տուփերով գործարարներ կան, հա, որ սսկված լեզուները չգիտեմ որտեղ պահած, վախից իրանց այդ փողերի, իրանց ունեցվածքի վրա տենց դողացող այդ բանը իմ խատան, իմ խրճիթը անկյունում է, մայր խատսկրայու չխառնվեմ, մենակ հանգարց փողերի այդ վախվորած, այդ կեցված, այս մարդը նաև ոտքի է կանգնել, խոսացել է արդարության մասին, որովհետև այս երկիրը ինքը սիրում է, չի կարա մարդ իր երկիրը չսիրի, այս մնահա կանխատեսելով նորից եմ կրկնում, այս ինչքը, այս ունեցվածքը, այս ամեն ինչը, հսկայական կապիտալը, որ ինքը տարիների, տասնյակ տարիների ընթացքում ներդրել է, ինչ էր իրանից պահանջում, ոչ մի բան, ինքը կարար հանգիստ այս ամեն ինչը հավաքել, գնալ ուրիշ տեղ, իր մեծ գերդաստանով, իր ընտանիքով հանգիստ իր համար ապրել, չարեց, չէ։ Չի արել։ Մի օր չի փախել երկրից, ինչ որ միտեղ թաքստոց մտել, ասել է ստեղ եմ, եկեք ինքն էլ քաջ իմանալով որ մեկը գալու են իր հետ։ Այո։ Բայց այն աստիճանի այլանդակ սարքեցին այդ միջավայրը, ինքը առաջի օրվանից, եկեք նույն գանք Քարոզ Արշավին, ինչ արեց առաջի օրվանից։ Ասում էր, ինքը երկար ամիսներ մի հատ փաթեթ սարքեց, նոր իդեա սարքեց։ Մի գաղտնիք էլ այդտեղ բացահայտել, Քարոզ Արշավի առաջի օրը, որպես թիմի առանցքային անդամ եմ ասում, մարդը զգուշացրել էր, որ մեր քաղաքական խոսույթում անձնական պիտակավորում չլինի ուղղված քաղաքական մրցակիցներին։ Ես դրա պատասխանը ունեմ իդեպ եւ այստեղ բացի Ծառուկյանից ես համընդհանուր ընդդիմադիր դաշտի մասին եմ ասում։ Պլյուս մինուս բոլորն էլ առաջի օրվանից այդպես մտան պայքարի։ Այո։ Ծրագրային շատ պարկեշտ, այո, շատ քաղաքակիրթ լեքսիկոնով։ Նույնիսկ անտեսելով ով է իշխանությունը։ Այո, հենց այդ։ Եվ երբ որ Նիկոլը զգաց, որ ինքը անտեսվում է այլևս, ինքը բերեց այն հին խոսույթը, երրորդ պլաստինկաները, այո, պլաստինկաները հանը, ինքը հասկացավ, որ սենց գնում է դեպի պարտություն, որովհետև ընդդիմությունը ոչ թե եկավ Նիկոլ խոսալու, այլ ընդդիմությունը եկավ նոր գաղափարներով։ Նիկոլի շեն է խոսում, առաջին նոր գաղափարներով, բերեց նոր փաթեթ, բերեց նորություն եւ մարդկանց համար դարձավ լսելի։ Այսպեսի մի հարց, մենք խոսեցինք թրիփի մասին, մարտահրավերների մասին եւ փաստացի շատ կարևոր մի բան նշեցիր դու Վահագ ջան, որ միգուցե նաեւ պայմանավորվեն կողմերը, հա, հիմնական երրորդ չորրորդ այլ մայրաքաղաքների հետ եւ Հայաստանը նորից դուրս մնա այդ ամենից։ Առհասարակ իմ մոտ տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետությունը այս իշխանությունների օրոք ոչ թե սեղանի շուրջ է, այլ հենց սեղանի վրա է։ Այսինքն մնացած բոլորը սեղանի շուրջ են, այդ ժողովրդական լեզվով ասած տորթը կիսում են, եւ մենք ենք հայտնվել այդ տորթի կարգավիճակում, ցավոք սրտի դժբախտաբար։ Եվ անդրադառնալով առհասարակ տարբեր զարգացումներին, ես կցանկանայի նաև մեկ-երկու կարևոր թեմայի մասին խոսել, որովհետև դու ինչպես նշեցիր, թրիփի գործարկումը կամ ապագայում ձևաչափը մեծապես կախված է այս պատերազմից, Մերձավոր Արևելքում ընթացող, իսկ վերջին զարգացումները ցույց են դնում, որ եւ համաձայնագիր Իրանի Իսլամական Հանրապետության եւ Օմանի միջեւ, որտեղ Իրանը Հորմուզի նեղուցը վերահսկելու համատեքստում ամրագրեց ըստ էության իր լիակատար իրավունքները, փաստաթղթավորված կերպով։ Բայց մենք գիտենք, որ Մերձավոր Արևելքը դա Մերձավոր Արևելքն է, որտեղ Վաստոկ տոնկերը ջան։ Այո, թղթերը շատ հաճախ ուղղակի ֆորմալ բնույթ են կրում։ Ես պետք է հիշեցնեմ, որ ապրիլին մեմորանդում կնքվեց
Ռազմական գործողությունների դադարեցման եւ դա շատ կարճ տևեց։ Մենք տեսանք, որ հուլիս ամսին ըստեյության վերականգնվել էին ռազմական գործողությունները եւ հիմա արդեն նորից դադարեցվել են նորից բանակցություններ, բայց իմ խորին համոզմամբ այս դադարը եւս ժամանակավոր է։ Ես ցանկանում եմ նաեւ խոսել սա մասին եւ եւս մեկ ես կարծում եմ մեր համար գերկարևոր իրադարձության Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա այդ համաձայնության կամ ինչպես մամուլում է արդեն գրվում պաշտպանական պակտի մասին, որը որ կնքվեց, որի շրջանակներում կա կետ, որի համաձայն եթե այդ երկրներից մեկը ենթարկվում է հարձակման, ապա դա հարձակում է բոլոր երեքի նկատմամբ։ Սա իմ խոսքի մեջ նշած այդ միկրոտարածաշրջանային նոր մի ձևավորման կամ նոր այսպես փուլի մասին է խոսում, երեք երկրներ են եւ երեքն էլ Ամերիկայի դաշնակից երկրներ են, բացի դրանից երեքն էլ Իրանի նկատմամբ մեկը ավելի սուր, մեկը ավելի պակաս սուր, մեկը ուղակի կուլիսային, բայց միևնույնն է բացասական դերակատարում ունեն, այո, ես չեմ թաքցնի կամ հավատացած եմ, որ սա նաև իր ձևով եւ բնույթով ու կոնտենտով որոշակի ունի հակաիրանական նաև ուղղվածություն, ինչու հակակշիռ Իրանի դեմ, այստեղ մի անգամից առաջագալիս Հնդկաստանի գործոնը, որը բնականաբար հակառակ բևեռը պիտի լինի, որտեղ կա Պակիստանը, այնտեղ հակառակ բևեռում կանգնած է Հնդկաստանը, եւ եկեք սիրելիներս չմոռանանք, այսքան խոսեցինք, դեռ չտարը չենք ասել ենք չն ժխտող մասնիկով, բայց չենք ասել Չինաստան, որը սրընթաց, այսպես ասենք, շարժով լուրջ բարձունքներ ա վերցնում եւ ամեն ինչի մեջ, որտեղ կա Միացյալ Նահանգները, այստեղ փնտրեք նաեւ չինական ուղղությունը եւ վերջի վերջո տարածաշրջանային այս ամբողջ խժդժությունները, թնջուկները, թակարդները, հնարավորությունները, արգելքները եւ այլն անպայման տեսեք այստեղ նաեւ Չինաստանի դեմ ուղղված որոշակի այսպես նպատակաուղղվածություն, վերջո դժվար չի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության դոկտրինի մեջ սա ամեն ինչը մշտապես ֆիքսվում է եւ շարունակական է։ Սրանք հավերժ են լինելու այնքան, քանի երկուսն էլ կան։ Պարզ է, չէ, որ Միացյալ Նահանգները ուշով հետևում են եւ տեսնում են ընդհանրապես Չինաստանում ինչա կատարվում։ Իսկ Չինաստանում կատարվում է ոչ թե տնտեսական, ոչ թե արդյունաբերական, ոչ թե այն բումը, ինչի մասին մենք գիտենք, այլ շատ կարգապահ, շատ նպատակասլաց եւ նպատակաուղղված ձևով աշխարհի վաղվա, եթե բազմաբևեռությունը պիտի լինի, միանշանակ մի բևեռի ոչ թե ամբիցիաներ ունեցող, այլ ուղակի այդ բևեռը իրա վրա վերցնելու, ով ինձ հետ է, եկեք կողքս կանգնեք, ես արդեն կամ որպես այդ բևեռի լրջագույն մի լոկոմոտիվներից մեկը, եթե չասեմ վաղվա հիմնական լոկոմոտիվը նաև, այդ ամեն ինչը շատ պարզ է, կարելի է կարդալ, տեսնել այս տեխնոլոգիական հսկայական թռիչքը, որ իրենք ունեցան, մեքենաշինությունից սկսած մինչև տիեզերք կարող եք դնել այս լայն հաշվել եւ անպայման եւ միանշանակ նաեւ զինված ուժերը, որոնք օր-օրի վրա շատ ավելի հզորանում են, ուժեղանում եւ ենթակառուցվածքային իմաստով նոր ու նոր բարձունքներ են նվաճելու։ Այնպես որ այդ մեզ համար բնականաբար որտեղ կա Թուրքիան եւ Պակիստանը բնականաբար ոչ մի լավ հոտ չի գալիս, Սաուդյան Արաբիան դեռ ինչ որտեղ ինքը լինելով նաև ծոցի երկրների եւ նաև ընդհանրապես համաշխարհային նավթարդյունաբերության հիմնական լոկոմոտիվը դեռ շարունակելով մնալ այդպիսին իր ներգրավվածությունը այո ավելի հակաիրանական ուղղվածության վրա եմ տեսնում, ինչ
այսպես շոշափելի արդյունքներ կունենա, ձեր ասած այդ պակտը ժամանակը ցույց կտա, բայց նորից եմ կրկնում, պետք է հետևել թուրքական այս շատ ակտիվ կամ հիպերակտիվ, հիպերակտիվ արտաքին ագրեսիվ շատ արտաքին քաղաքականությանը, որովհետև այնուամենայնիվ փաստ է, որ Թուրքիան այլևս արտատարածաշրջանային խաղերի մեջ է ուզում մտնի, ինքը չի բավարարվում, այսպես տարածաշրջանային իմաստով որոշակի այդ հեգեմոնիան իր վրա պահելու կա ամեն տեղ, որտեղ կան նոր ճանապարհներ, նոր ենթակառուցվածքներ, ալտերնատ նաև ճանապարհներ, որոնք ուղղակի կծառայեցնի իր շահերին, այդ թուրքական խորամանկությունը միանշանակ աշխատում է, բայց այստեղ կա նաև շատ հետաքրքիր պարսկական խորամանկություն։ Այստեղ այս բախման արդյունքում ով պիտի շահեկան դիրքերում ավելի հայտնվի, ով շատ ավելի քաղաքակիրթ է, ով շատ ավելի պատրաստված եւ դիմադրողականությամբ խորը հասարակություն ունի, ով ունի ավելի խորը հավատ եւ չի կասկածում իր վաղվա ուժի զորությանը։ Սա է։ Այսպիսի մի հարց, հենց խոսելով այդ պակտի մասին, շատերի գնահատմամբ, հիմնականում ես արևմտյան վերլուծաբաններին էի փորձում լսել, նրանք ովքեր ոչ թե այս Թրամփյան ավանտյուրայի կողմնակից են, այլ հստակ դեմ էին արտահայտվում, իրենք նշում են, որ այս պակտը կամ պայմանագիրը դա ըստ էության նաև ինքնապաշտպանական բնույթի ուղղված միջոցառում է, որովհետև իրենք այդ երկրները ըստ էության Միացյալ Նահանգների դաշնակիցներ են, բայց շատերի գնահատմամբ տեսնում են, որ Միացյալ Նահանգների անձրևանոցը անվտանգային վատ է գործում եւ ըստ էության ծոցի տարածաշրջանի երկրները կամ մերձավոր արևելյան երկրները, որոնք Միացյալ Նահանգների հետ ունեն դաշնակցային հարաբերություններ, հիմա գերադասում են, որ անվտանգային համակարգը ստեղծեն իրենց հարևաններով, հա, քան մնան Միացյալ Նահանգների այդ անձրևանոցի հույսին, որը որ ըստ էության արդյունավետ չի գործում այլևս։ Եկեք այսպիսի մի բան ասեմ, նայեք, Թուրքիան ավանդաբար կամ ավանդական այսպես միշտ փորձել է որոշակի այսպես ազդեցության գոտիներում հայտնվելուց հետո ինքը հեգեմոն դիրք զբաղեցնի եւ անընդհատ անջատվի եւ ավելի անկախ լինի, քան կախված։ Սաուդյան Արաբիան շատ հետաքրքիր գործընթաց սկսեց Միացյալ Նահանգների հետ կապված միջուկային այսպես ասենք ամեն ինչ այդպես էլ սկսվում է, հա, այդ խաղաղատոմը, որը հետո կարա դառնա, որը հետո կարող է իսկապես դառնա, բայց այնուամենայնիվ փաստը կա, ստորագրված, ես վստահ եմ, որ սաուդացիները որևէ միլիոն, միլիարդ կամ հարյուրավոր միլիարդներ չեն խնայելու, իրենք էլ ունեն մուսուլմանական աշխարհի այդ հեգեմոնիան անընդհատ պահելու վերջիվերջո այդ ուխտավայրերի այսպես պահպանողը միևնույնն է մնացել են իրենք։ Պակիստանը էլի նույն խորամանկության մասով է, ինքը կարծես թե մի պահ հայտնվեց բավականին լուրջ եւ շահեկան դիրքերում, ի նկատի ունեմ այս միջնորդական ջանքերը Իրանի եւ Միացյալ Նահանգների, էդ էլ կարող էր շատ մայրաքաղաքների դեպ դուր չգալ եւ դրա համար անընդհատ այս թնջուկը իր վերջնական լուծման չի հասնում։ Ես էլ համոզված եմ, որ պայմանավորվածությունը նույն Հորմուզի մասով կլինի վաղը, միջուկայինի մասով կլինի, թե ինչպիսին, այնուամենայնիվ ես դեռ չեմ տեսնում այդ լուրջ նախադրյալները, որպեսզի տևական գոնե ժամանակ այս խաղաղության, այսպես կոչված կամ վերջնական համաձայնությունները որոշակի դրական արդյունք, Աստված ես սխալվեմ, Աստված սխալվեմ, ինչու, որովհետև ես այստեղ արդեն հայի աչքերով եմ նայում այդ ամեն ինչին եւ դրա խորը ազդեցությունները արդեն բուն Հայաստանի վրա։ Սենց մի հատ կարծիք կա, որը մասամբ օբյեկտիվ է, մասամբ չգիտեմ։ Ասում են, որ քանի տուրբուլենտության շրջանը չի ավարտվել,
Նումեր հետ կապված հիմնականում շեշտը դրվում է ռուս-ուկրաինական պատերազմի եւ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների վրա, ասում են այս տիպի իշխանությունը, ոնց որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, ձուկը ջրում է իրան զգալու, որովհետեւ Իդավաս։ հա Իդավաս։ Մոտավորապես ինքը շատ իրականության շատ հետաքրքիր բան ասեց, որովհետեւ իրականության շատ մոտ է։ Տեսեք, խառնեն եւ առաջնայնությունների հարց կա։ Հա։ Priority-ների հարց կա։ Միացյալ Նահանգների համար Հայաստանը երբեք չի եղել, այսօր էլ չկա եւ տեսանելի ապագայում էլ չի լինելու այդ առաջնահերթությունների ուրիշ խնդիր, որ էլի գալիս եմ թրիփին։ Թրիփը ոտատեղ է։ Հա, օտարածքը պետք է։ Թրիփը ոտատեղ է, բացարձակ ոչ քո պատմության, ժառանգության, մշակույթի, հազարավոր տարիների քաղաքակրթության բնորան լինելու, չգիտեմ, եւ բացարձակ սա հայ ժողովրդի հետ, Հայաստանի հետ կապ չունեցող, սա ոտատեղ է։ Ոտատեղ ամրապնդվելու, ինչու, որովհետեւ այստեղ ամրապնդվածը բավականին թույլացել է, որովհետեւ ուրիշ ճակատում խնդիրներ ունի լուծելու, անթակույց սա Ռուսաստանն է։ Հիմա ինչի ենք մենք ամեն անգամ փորձում բարձրաձայնել, խոսել, քննադատել եւ ասել, որ սա սխալ է։ Որովհետեւ Երևանից անընդհատ հնչում է, չէ, ռուսներ, ձեր պահվածքը դաշնակցային պահված չի։ Նրանք էլ կարող են հանգիստ շուռ գալ ասել, իսկ ձեր պահվածքը դաշնակցային պահվածք։ Կա ավելի լեգիտիմ նույնիսկ։ Մեկ եւ երկրորդը, եկեք էլի չմոռանանք, չէ, տարբեր քաշային կատեգորիաների մասին։ Ասիմետրիկ։ Դու ընդհանրապես խոսում ես քո երկրի մասին։ Այո։ Ինքը խոսում է ամբողջ աշխարհի մասին, որտեղ նաեւ քո երկիրը իր ազդեցության գոտիներից մեկն է եղել տևական ժամանակ, դարեր նույնիսկ, հա։ Հիմա այստեղ է ձուկը ջրի պատմությունն է։ Այդ որ ժամանակ չունեն, արագ խառնվեն, հասկանան ինչոցա, ինքը պարար թողա քեզ տեղ։ Նաև քո ներքին կյանքն է բոլորի ուշադրությունից։ Միանշանակ, քո ներքին ինչա կատարվում Հայաստանում այսօր։ Դուրս գանք փողոց, վաղը առավոտվանից քայլենք մի 2 ժամ, ամեն ինչ պատկերը երևում է։ Սա տուրիզմ չի։ Հայաստանը դարձել է վտանգավոր, ոչ թե անվտանգ, այլ վտանգավոր մի հատ պրախադնոյ դվոր, կներեք արտահայտությանս, հա, всем կամուն իլեն, ով բան չունի, քացով բացում է Հայաստանի դռները, ում մտնում է այստեղ։ Այստեղ բնավ խոսքս չի վերաբերում կրոնական պատկանելիություն ունեցողներին, տարբեր ազգություններին, թուխմաշկ ունեցողներին, դեղին, սպիտակ, սև, բացարձակապես, բայց այս խայտաբղետությունը խոսում է մի բանի մասին, որ ոչ թե Հայաստանը safe haven է, այսինքն ապրելու լավ տեղ, այլ Հայաստանը պարար տեղ է տարբեր ծառայությունների, ներկայացուցիչների եւ այլնի, թող դեռ չթվա, որ ցախավելը ձեռքներին մարդիկ փողոցներում ավլում են ցախավելները, ինչ են այդ մարդիկ ընդհանրապես։ Ես այսքան գույնի ու այսքան տարբեր ազգությունների ներկայացնում, ոչ թե ես ուրախ չեմ եւ ես ռասիստ եմ, բացարձակապես քավլիցի, բայց երբ որ գալիս են ոչ թե 10 օր մնալու, վայելելու, գումարն էլ ստեղ թողելու, մենք էլ մի այնպես ուրախանանք, որ ասենք, ինչ տուրիստական երկիր ենք դարձել, դուրս եկեք, տեսեք բոլոր դες զբոսաշրջային վայրում ինչ խայտարակություն է կատարվում, աղբից սկսած վերջացրած տարական հիգիենայի բան, այսինքն ոչ դրանք եկած բնավորված եւ շատ երկար ժամանակ, այդ բնավորվելը հենց այդպես է լինում, էլի, մեկը գալիս է, հետո ցեղն է հետևից գալիս։ Իդեպ ներողություն ընդհատելու համար հենց ձեր նշածի ասպեկտում այս ռեժիմի ամենաօդիոս ու ամենալկտի կերպարներից մեկը, այտենց Արսեն Թորոսյան կա մի հատ նշել էր, որ Հայաստանը պետքա դադարի լինել մոնոէթնիկ եւ իրենք այդ քաղաքականությունը իրականացնելու են։
Նույն բանը ասել էր Զարե Սինանյանը, որ Այո։ սուրբ պարտքը պիտի լինի հայրենադարձությունը, հիմնական առանցքային Իրա աշխատանքի գրասենյակի հարցը խնդիրը միայն դա պիտի լինի, այո, Սփյուռքի հետ կապերը ամրապնդելը եւ հայրենադարձության համար պարարտ Հող լուրջ ստեղծելը։ ֆունդամենտալ հող ստեղծելը, առավել եւս ներդրումներ գրավելը։ Այստեղ որ հայի անունը դա չէ, ներդրողը գումարը ազգություն, փողը ազգություն չի ճանաչում, Այո։ հա, բիզնեսը ազգություն, այս business as usual-ը դառնում, հա, եւ այստեղ անձնականության մակարդակից պիտի վերանալ։ Այդ մարդը ամենամեծ ջատագովներից մեկն է, որ հա, բա ինչ է, ինչքան փոքրամաս, ինչքան ունենք, ինչ գույնի կա, եկեք, էստի համեցեք, վերցրեք, Սա վտանգ է ապրեք, իրականում։ տեսեք եւ այլն, հա։ Այդ բանը Կադաֆին էր, չէ՞, ժամանակին ասում, պետք չի ահաբեկչական Այո։ ակտեր անել եւ դուք ուղակի ձեր ընտանիքներով գնացեք Եվրոպա եւ ստատը, որ նայում ես Կադաֆիի տարիների եւ այսօր, հա, մեկը 5-ի համամասնությամբ մուսուլմանական գործոններ, ելի եմ ասում, սա կրոնի հետ բացարձակապես կապ չունի, ես կրոնի խտրականության եւ այլ, բայց գնացեք լծվեք, իսկ ծնելիության մակարդակը Փարիզում մեկը 1.2-ի էր։ Այսինքն այս ժողովրդագրական իմաստով ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի 50 տարի հետո Եվրոպան Ճիշտ էր դուք ասում։ մեծամասնություն կլինեք Եվրոպայում։ Եվ հավելեմ ձեր միտքը, երբ որ մերձավոր արևելյան, չէ, ներողություն, արաբական ճգնաժամը սկսվեց, արաբական գարունն է, երբ որ սկսվեց եւ տեղափոխվեց արդեն Սիրիա, քաղաքացիական պատերազմ, կռիվներ եւ երբ որ սկսվեց միգրացիոն հոսքը Սիրիայից, ինչ էր անում Էրդողանը։ Էրդողանը միգրացիան սարքեց զենք։ Այո, պատանդարու, ճակերտավոր պահեց ու սկսեց շանտաժ անել։ Այո։ Եվ ինքը սկսեց միգրացիան օգտագործել Եվրոպայի դեմ ու երբ որ իրեն պետք էր միգրանտներին ինքը թողնում էր, որ նույնիսկ հիմա է շատ ակտիվ օգտագործում։ հիմա Հիշեք բայց Մարոկոյի, Իսպանիայի այն ժամանակ դա ես հիշում եմ, որ դա շատ ավելի սարսափելի Սեուտայի երանգներով էր տեղի պատմությունը էլի ունենում։ Սեուտան ուղղակիորեն վստահ Երբ որ- ներգրաված են այդ ամենը։ այո։ Երբ որ Թուրքիայում ստեղծել էին փախստականների ճամբարներ անապատային հատվածներում, Հիշում եք ինչքան գումար փոկեց Եվրոպայից։ Այո։ բնականաբար դա զենք էր, որը որ օգտագործում էր, երբ որ իրեն պետք էր, երբ որ Եվրոպան իր ասած չէր անում միգրացիան, ինքը թողնում էր, որ գնա Եվրոպա, օգտագործում էր, այնտեղ յաչեյկաներ էր ստեղծում այդ միգրացիոն հոսքից, Ռեկրուտներ էին անում, սկսում էին տերոր իրականացնել։ միանշանակ։ Բերլինում կարող էր ինչ-որ մուսուլման կամ ազգայնական տարեր ունեցող մեկը մախրճվեր ամբոխի մեջ, հետո ես հիշում եմ, որ 20 թվականի պատերազմի օրերին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ զգուշացում արեց եվրոպական երկրներին, որ ձեր մայրաքաղաքներում ձեզ կարող են մորթել։ Եվ բան չի մնացել, չի պատժվել դրա համար։ Ընդհակառակը խրախուսվել է ավելի, որովհետև նորից եմ կրկնում։ Մի բան է ամբիոններից հայտարարությունը, հա, եւ մի բան է այդ կուլիսային բանակցությունները։ Սենյակների, փակ սենյակների հետ։ Թուրքիան որպես իմ խորին համոզմամբ այսօր համաշխարհային առաջատար սիմվոլիզմի իմաստով ամեն ինչի մեջ դրել է այդ սիմվոլիկան։ Սկսած աստղերի դասավորվածությունից, որքան էլ տարօրինակ դա չհնչի, էզոթերիկ վերլուծություններից եւ փաթեթների պատրաստումից վերջացրած զուտ սեղանի վրա դրված, չգիտեմ, պահարաններում դրված գրքերի, դիրքերի, նկարների եւ այլն։ Այսինքն, այս իմաստով սա միայն բանը չի, էներգետիկայի խնդիր չի դրական կամ բացասական, այլ իրենց վարած քաղաքականությունը շատ ճիշտ ձևով դնել այնպիսի թրեքերի մեջ, որտեղ իրենք մենակ հաջողության կհասնեն։ Ընդ որում, մշտապես ունեն պահեստային տարբերակներ եւ շատ անսպասելի ձևով կարող են ճամփրուկից անել մի այնպիսի տարբերակ, որը ուղղակի անակնկալի կարող է բերի սեղանի շուրջ
նստածներին։ Բացարձակ չզարմանաք, որ որքան էլ չերևացող, բայց այնուամենայնիվ այդ հակառուսական խորքով Էրդողանը միևնույն է ինքը միշտ Պուտինի հետ կամ ռուսների հետ փորձելու է եւ կարողանալու է լեզու գտնի։ Թեկուզ վերցրեք SF 35-ը իրենք հենց վերջնական հաջողության չեն հասել, շարունակական է երևի թե լինելու եւ ինչ է անում։ Այդ S400-ը անմիջապես հայտնվում է այնտեղ, որոնք շատ բարեկամական դիրք ունեն ռուսների նկատմամբ։ Թեկուզ օրինակներից մեկը Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ նախագահը ուղղակի անձնական շատ ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ։ Սա շատ կարևոր հանգամանք է, ինչու՞։ Որովհետև այսօր աշխարհում իշխանություններ են եկել կամ իշխանությունների գլխին են կանգնած այն ֆիգուրները, ուժեղների մասին է խոսքս բնավ եվրոպական երկրների մասին, չի այնտեղ շատ լուրջ եւ խորքային փոփոխություններ ենք տեսնելու առաջիկայում եւ հենց առաջինը Ֆրանսիան է, հաջորդ հերթին կանգնած է Գերմանիան։ Բայց այսօր ուժեղ ֆիգուրների ժամանակն է եւ անհատականությունների ժամանակն է։ Ես ցավում եմ, որ մենք այդպես էլ չենք կարող ասել, որ Հայաստանը ունի մի այնպիսի ղեկավար, որը իր ձիրքով, դիրքով, նույնիսկ պարտվածի կեցվածքով իրան պահում է շատ ցինիկ եւ իրան թվում է, որ ամեն ինչ խիզախ խոսելու մեջ է։ Դու քո խոսքի ծանրությունը կարող է քո ընտրազանգվածի որոշակի մասի համար շատ բան լինի, ось ինչ արեց, ինչ արեց, հա, բայց դու ախր դրա հետագա զարգացումներից ապահովագրված չես, որովհետև դու ունես զրոյական մակարդակի անվտանգության բարձիկներ, չես էլ փորձել այդ ուղղությամբ անել քայլեր, որպեսզի գոնե կարողանաս այդ մինիմալը ապահովել, ամեն ինչը հոխորտալով չի վերջը։ Կամ այդ մարդուն ձեռն առնում, ասում են կարող է հայկական միություն ստեղծել, ասում եմ ոնց որ հետաքրքիր գաղափար եք ասում, դից անենք էլի։ Զրույցի վերջում հենց այդ հետա կարևոր թեմայից է խոսանք, ինձ թվում է, տեսեք։ Ես մի հավելում անեմ ներողություն ընդհատելու համար, հենց միգրացիայի մասով, որի վտանգների մասին մենք խոսեցինք Հայաստանում, այս հավելումը իրականում շատ կարևոր է, որովհետև մամուլում տեղեկություններ տարածվեց, որ Իտալիան առաջարկել է, որ Հայաստանում փախստականների կենտրոններ ստեղծվեն։ Ճամբար, այո։ Այո, այսինքն Հայաստանի իրենք դիտում են որպես գաղութային ատրիբուտիկայի երկիր, հա, էքսպլուատացիայի ենթակա մատերիալ, որտեղ օրինակ իրենք կարող են իրենց համար այդ Դնիպրի գոդնի ու խնդիրներ առաջացնող միգրանտներին, փախստականներին բերեն Հայաստան տեղավորեն։ Դեպորտացիայի ենթարկվելիքներին, այո։ Ըստ էության սա հենց այն հիմնական, ես կարող եմ ասել, որ դա այո մեր համար ռազմավարական վտանգ կարող է լինել։ Նայեք, եթե հանկարծ իսկապես այդպես որ ինչքան էլ փորձի այսօրվա արտգործնախարարությունը իր խոսնակով ասել, որ նման բանակցություններ չկան, չեն վարվում եւ շատ ենք սովոր, որ այդպիսի բան չկա, հետո մեկ էլ նա պայթել է միտեղից, փոփ-ապ ա եղել ու բոլորս այդ զարմանքով այս ինչ էր։ Ուրեմն, եթե հանկարծ իմացեք նման որոշում կայացվի, այս իշխանությունները ոտքերով, ձեռքերով կողմ են լինելու, որ այդ ճամբարները այստեղ, ինչի, որովհետեւ դրա համար գումար են ստանալու։ Բնականաբար։ Էսա, իրանց դա է հետաքրելու ու իրենց թվում է այդ գումարներով իրանք այդ ճեղքվածները պիտի փակեն եւ պարգևավճարները պիտի բարձրացնեն կամ իրենց անձնական ինչքը ավելացնեն, ոչ, որովհետեւ այդ գումարները խայտարակ վերահսկելի են լինելու եւ նույն եվրոպական չինովնիկների մի հսկայական բանակ էլ գալու է, որ հասկանա տեսնի այդ գումարները, այս ճամբարները ոնց են Աստված մի արածցե Դավիթ, եթե հանկարծ այդպիսի ճամբարներ Հայաստանում ստեղծվեն։ Այ իհարկե։ Եվ վերջին այդ էր մնացել մի հատ էլ պակաս, այն բանը կա, չէ, ասում սիրուն էինք ծաղիկ էլ հանեցինք։ Եվ վերջապես զրույցի վերջին հարցը արդեն մի ժամ ամենա եթերում ենք ամենամտահոգիչ հարցը։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այս իշխանությունը նույնիսկ խաղաղության
հաստատում է նրա համար նպատակ, ճիշտ կանել այդ մասին խոսում է։ Ես վստահ եմ, որ առնվազն 2021 թվականի դեկտեմբերից սկսած Նիկոլ Փաշինյանի միակ ստրատեգիական նպատակը երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունն է։ Եվ միշտ էլ մարքան շարքին եմ եղել, որ պնդել եմ, որ այդ մեծ արկածախնդրության հետևանքները կարող են շատ ծանր լինել Հայաստանի համար, ընդհուպ միջև պետականության կոլապսը։ Իհարկե, էսի ռեալիստի մի մոտեցումը կիսում են ռեալիստական հոսանքի շատ գործիչներ, բայց կա նաև մի հատ շերտ, որոնց մոտ իհարկե փաստարկ չես լսի, բայց ագրեսիվ պնդում կլսես, որ Ռուսաստանը քանի թույլ է կամ զբաղված է Ուկրաինայով, արդից օգտվենք եւ թեքվենք։ Պոկվենք Ռուսաստանից։ Մարդկանց վարկածները ընդ որում շատ տարբեր է։ Մեկը ասում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մեջ պիտի գտնենք մեր անվտանգությունը, ավելի ռոմանտիկները ճագերթավոր իրանց Եվրոպաներում, Ամերիկաներում են փնտրում եւ այլն։ Այս վտանգավոր դիլեման, մանավանդ որ Մոսկվայից ակնհայտորեն խաղադրույքները մեծացնելու կամ խաղացրելու անթակույց նպատակը առնվազն ապրիլի 1-ից լավ այդպես ասենք, ինչի կարող է բերել։ Ճգնաժամը թույլ բառ եմ համարում ավելի։ Կարծեմ ես էլ եմ համաձայն։ Սրա ես դրա հայերեն կներեք էլի որ մեկ repercussion բանը կա այդ անընդհատ ազդեցության նորից ազդեցության բանի մասին է գնում։ Սա շղթայական հսկայական բան է անելու, դոմինոյի էֆեկտ է ունենալու եւ այստեղ արդեն այս էֆեկտը զատողություն չի դնելու։ Ով ինչ կուսակցական պատկանելություն է, ով ինչ խավի ներկայացուցիչ է, այստեղ շատ լուրջ, շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվելու ողջ ժողովուրդը։ Իսկ դրան ուշով հետևում է Ադրբեջանը, որովհետև ինչ է Ադրբեջանի հիմնական խնդիրը մաքսիմալ թուլացնելու քո ներքին դիմադրողականությունը, ոչ թե թուլացնելու անմիջապես հարվածելու, քեզ անընդհատ պիտի թույլի մեջ պահի, չթողի որ գլուխ բարձրացնես եւ այդ կոնսոլիդացիան որևէ պարագայում չկայանա։ Ալիևի բանն է, կաշմար երազն է կոնսոլիդացված հայ ժողովուրդ տեսնելը։ Իդեպ Թուրքի էլ, որքան էլ որ տարօրինակ չհնչի, վերջիվերջո եկեք չմոռանանք, որ Հայաստանը միայն այս մեր տարածքը չի, մենք սահմաններից դուրս եւ եկեք շատ ավելի լայն մտածենք եւ իզուր չէր, որ թուրքական արտաքին քաղաքականության հիմնական ճարտարապետներից մեկը Ահմեդ Դավութօղլուն ժամանակին հենց ինքն էր ասում, որ այդ թուրքական հարաբերությունների միակ եւ խանգարիչ գործոնը դա ցեղասպանությունը չի, այլ սփյուռքը։ Ցեղասպանություն բառը չօգտագործելով, բայց սփյուռքը ինչ էր, եթե ոչ ցեղասպանության հետևանք, հա։ Եվ ինքը միշտ ասում էր սփյուռքը մշտապես խանգարիչ գործոն է։ Սա հետագայում պիտի տարիներ հետո Նիկոլը վերցներ եւ սփյուռքը տաներ խորը պառակտման։ Սա շատ ծանր հետևանքներ է ունենալու, ես չեմ գուժում, հա, որ այտենց մի համատարած եւ ինձ համար անընդունելի կարծիք կա, որ այս ընդդիմադիր կեցվածքով մարդիկ մշտապես գուժում են ավարտը, վերջը, ողբը եւ այլն։ Ճիշտ է, այդ մեղադրանքը մեզ կա, բայց մի հատ բան եմ նկատել, այդ մեզ չի վերաբերվում, այդտեղ տաղավարում գտնողներից, բայց ընդդիմադիր սեգմենտի մի հատ զանգված էլ կա մեր հասարակության, որի ներկայացուցիչներին շատ ճիշտ դիտողություն են այս վերջերս անում, ասում են ընդդիմադիր գործիչներ կան, որ տրվել են այս հակառուսական փսիխոզին, որ կա չէ արհեստականորեն հրարվող, ու ճշմարտություններ կա, վախենում են բարձրաձայնեն, որտեվ կհայտնվեն ռուսական գործակալի պիտակի տակ, ու դրանով լղոզում են իրենց դիրքորոշումներ, էլի մենք ճիշտ է, այդ մեզ մեղադրում են, որ անդադ բայղուշություն ենք անում, բայց այն մի բանից ավելի շատ պիտի վախենանք լղոզոլից, էլի։ Սուտ է, իրականություն ասելը դեռ չի նշանակում, որ լղոզում ես, բայց մենք ասում ենք, որ վաղը չասեք, չասեցիք։
Մենք պիտի ասենք, հենց Մենք այդ եմ անընդհատ ասում։ պիտի սա ասենք, Մենք պիտի չվախենանք այդ հակառուսական փսիխոզը, բացարձակապես, ընդ որում ես նվաստս ինքս երբեք աչքի չեմ ընկել, այսպես ասենք, ռուսամետության դա իմ պրո։ Ես միշտ եղել եմ հայ, ես միշտ մնացել եմ Հայաստանամետ, իմ ամեն ինչը ուղն ու ծուծը միայն դրա մասին է խոսում։ Այստեղ է ամենամեծ սխալը, հա, որ ասում են դե ռուսները հակահայ են, իրանք ինչի մեզ սենց բան արեցին։ Ասում եմ ներողություն եմ խնդրում։ Դուք ընդհանրապես գիտեք ինչ է ազգային շահ։ Յուրաքանչյուր պետություն հետապնդում է իր շահը։ Այդ պահին այդ մարդկանց ինչ է պետք, բայց միշտ էս հակադարձում եմ, ասում եմ լավ, դու ասում ես իմ դաշնակիցը, մեծ աղբերս եւ այլն։ Դու փոքր եղբայր ինչ ես արել։ Փոքր աղբերներ են մեկմեկում, շատ դեպքերում մեծ աղբոր դասից ավելի շատ են կարողանում պահել։ Դու պիտի հարմարվես իրավարակարգին։ Այսպիսի մի միտքել ես ասեմ, նաև որպես լրացում, խոսեցիր 90-ականներին, թե ինչ դիվանագիտական աշխատանք էր տարվում Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ վստահ եմ, որ նաև ոչ միայն հսկայական դիվանագիտական աշխատանք տարվում էր Ռուսաստանի հետ, որտեվ ռուսների հետ էլ օրինակ կային որոշակի շրջափուլերում խնդիրներ, բայց այդ խնդիրները թե 90-ականներին, թե դրանից հետո մինչև 2018-ի այդ չարաբաստիկ իրադարձությունները միշտ հանգուցալուծում ստացել են, այո, կային այդ խութերը, բարձրաձայնվում էին երբեմն կուլիսային հատվածներում էին խոսվում, բայց դրանք լուծվում էին եւ առարկայական վտանգավոր հետևանքներ չէին ունենում, այսինքն չկար այն վիճակը, որը որ կա հիմա։ Բնականաբար Ռուսաստանը լինելով մեծ տերություն, կայսերական պատմաքաղաքական հիշողություն ունեցող նման մտածելակերպ, այո, եւ բնականաբար ինքը աշխարհին դիտում է իր պրիզմայից եւ բնականաբար փոքր պետության այդ հարաբերությունները նույնպես ինքը փորձում է կառուցել իր պրիզմայից ելնելով։ Հայ ջան, 10 ժամային գոտի ունեցող երկրի հետ դու ունես ես ուզում խոսած, որ դու 20 ժամային գոտի ունեցող երկիր ես, հասկանում ես։ Ես բայց չեմ էլ ասում դու պետք է գլուխդ կախես, չոքես, դրա մասին չի, ռուսն էլ էդի չի ուզել։ Երբեք չի եղել, ռուսի հետ լրիվ ուրիշ խոսակցություն դու պիտի ունենաս։ Մինչև 18 թիվը, այո, եղել են բազմաթիվ խնդիրներ, օրինակ ես հիշում եմ, որ ռուսները խոսում էին այստեղ Նժդեի արձանի բացման անթույլատրելիության մասին, բայց այդ խնդիրները, նմանատիպ խնդիրները լուծվում էին։ Իսկն տարվում էր հստակ դիվանագիտական աշխատանք։ Ոչ մենք ենք ռուսներին ասնում եւ բնականաբար ոչ էլ մենք մեր գլուխը կախում էինք։ Իսկն կար այդ աշխատանքը։ Հիմա դա չկա։ Չկա եւ չի էլ սպասվելու, այսինքն ռուսները կարող է մի քիչ ուշ, բայց վերջի հասկացան, որ այս մարդը որ գնում այդ լապշաները որ կախում է, ասեցին երիտասարդ, այդ լապշաները կպայեք ձեզ, այլևս, որտեվ իրենց ինչ էր թվում, միշտ սրվել է, գնացել է, ինքը զանգել է, խնդրել է, աղաչել է, ստացվել է։ Այո 10-20 արեց, հիմա չի ստացվում, ոչ մի ձև որտեղից գնում է, լրիվ նոր փուլ է եւ վատ փուլ է։ Շատ վատ։ Եկեք ընդունենք, որ շատ վատ փուլ է եւ դրանից չպետք է այստեղ է մեր տարբերությունը իշխանություններից, որ մենք սրա վրա չենք ուրախանում։ Ոչ էլ ներքաղաքական որտեվ սա ամբողջ ժողովուրդն է սրանից տուժելու եւ Հայաստանն է տուժելու։ Մենք չենք, իսկ նրանք ուրախանում են, տեսակ էս էլ ձեր ռուսը, այդ սոցցանցերում այդքան որ օգտագործում են ռսաստրուկ Այդ հակառուսական ինչքան էլեմենտ կա, բոլորը ռուսական կրթություն ստացած, ռուսական գրականության վրա մեծացած, իրենք իսկ հայերեն լավ չկարողացող խոսացող շրջանակներ եք դուք եղել։ Հիմա մեզ եկել եք սովորացնում եք, թե որն է ռուսամետությունը կամ բան, նորից եմ այլ ռուսական ակցենտով են խոսում, կոդերված հայերենով, բայց մենք ենք ռուսի գործակալը։ Մենք ենք ռուսի գործակալը։ Այս ծիծաղը ուղղակի առաջ է, զավեշտից էլ դուրս չէ, ծիծաղը ուղղակի առաջ։ Ես արհամարում եմ նման մոտեցումները,
բայց իմացեք, այն խայտարակությունը, որ այսօր կատարվում է, վաղը այս ժողովրդի քթից է դուրս գալու։ Մենք տեսնում ենք Ես ժողովուրդը վստահ եմ խոհեմ, ես գիտեմ, ես ապավինել եմ եւ միշտ ապավինել։ Այս ժողովուրդը այն լավ նոտայի վրա անպայման սրա միշտ պետք է ասել։ Ժողովրդի գրանտման լավ նոտայի վրա էլ եզրափակենք մեր։ Այսինքն ժամանակավոր բաների վրա չխաբեն էլի։ Այո, թերևս այսքանով բավականին սահմանափակ շատ հետաքրքիր շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Շնորհակալություն նաև հետաքրքիր եւ կարևոր պատմական դրվագներ հիշեցնելու համար։ Շատ կան այդպիսի կուսամ ժամանակի ընթացքում կանդրադառնանք։ Շնորհակալ եմ։ Սիրելի ընկերներ, ավարտին մոտեցավ Իմնեմնիմի հերթական 302-րդ թողարկումը եւ մնացեք Անտիֆեքի եթերում, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Շատ շնորհակալություն, որ այսօր մեր հետ էիք եւ լավ եղեք, բարի գիշեր եւ բարի կիրակի ձեզ։